Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման ռեժիմը, կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ եւ ականանետեր։ Պաշտպանության բանակի առաջապատстоրաբաժանումները հիմնականում ձեռում պահ են մնացել պատասխան գործողություններից։ Անցած գիշեր եւ առավոտյան ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում, Տավուշի մարզում, կիրառելով հրաձգային, այդ թվում նաեւ խոշոր տրամաչափի զինատեսակներ։ Ղարաբաղյան հակամարտության գոտում երկրորդ օրն անընդմեջ շարունակվել են զոհվածների մարմինների հայտնաբերման եւ դուրսբերման աշխատանքները։ Պայմանավորվածության համաձայն ժամը 15:00-ից 18:00 կողմերը դադարեցրել են մարտական գործողությունները եւ շարունակել աշխատանքները ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սպանվածների դիերը գտնելու եւ վերադարձնելու, նաեւ անհետ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ։ Ապրիլի 8-ին որոնողական աշխատանքների արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է պաշտպանության բանակի 2 զինծառայողների՝ կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի եւ շարքային Անդրանիկ Զոհրաբյանի դիերը։ Այսպիսով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 46-ի, անհետ կորածներին 19-ի։ Ոչ պաշտոնական տեղեկություններով հայկական կողմը ինտենսիվ երկխոսություն է վարում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Կասպրշիկի եւ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, զոհվածների դիերի եւ եթե այդպիսիք կան, նաեւ գերիների փոխանցումը բոլորի հետ սկզբունքով իրականացնելու համար։ Սակայն ադրբեջանական կողմը չի շտապում համաձայնել այդ սկզբունքին։ Ենթադրաբար պատճառն այն է, որ ադրբեջանական զինվորների կողմից Ժնևյան հռչակագրերի եւ միջազգային հումանիտար իրավունքի խախտումների փաստերը կդառնան ակնհայտ։ Ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանը զոհվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Չբավարարվելով Քյարամին սպանելով ադրբեջանցի զինվորականները կտրել են նրա գլուխը, լուսանկարվել գլուխը ձեռքներին եւ լուսանկարը տեղադրել համացանցում։ Քյարամի մորը չեն ասել, թե ինչպես է զոհվել նրա որդին։ Հուղարկավորությունն անցել է փակ դագաղով։ Տեսել ենք լուսանկարները եւ տեսանյութերը, որոնք տեղադրված են համացանցում, մեզ մտահոգում են մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած փաստերը։ Այս մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵԱՀԿ Միսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Որլիկը, նշելով, որ այդ խնդրով իրենք հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ եւ ուղարկել են նրանց բոլոր տվյալները ճշտելու համար։ ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների մանդատի մեջ չի մտել հետաքննել, թե որ կողմն է ռազմական գործողություններ սկսել առաջինը եւ ով է պատասխանատու դրա համար։ Նման հայտարարությամբ Երևանում հանդես է եկել ամերիկացի համանախագահ Ջեյմս Որլիկը։ Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, հատկապես որ նախկինում մասնակցել է։ За стол переговоров, как вы знаете, раньше не участвовали. Мы исходим из того, что заключение рамочной договоренности, предшествующей переходу к подготовке мирного соглашения, могло бы стать отправной точкой. Մինչև լրագրողների հարցերին պատասխանել համանախագահներին ընդունել են նաև Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը, կարևորվել են զինադադարի ռեժիմի պահպանումը, վստահության միջոցառումների շուտապույտ ներդրումը եւ բանակցությունների վերսկսումը։ Հարյուրավոր հայ ցուցարարներ համանախագահներին արտգործնախարարության շենքի դիմաց դիմավորել եւ ճանապարհել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշներով, ճանաչում Ղարաբաղը մերն է եւ Recognize Արցախ վանկարկումներով, Վերջ ահաբեկությանը Ալիև մարդասպան Ղարաբաղն անկախ է, մենք ենք Արցախը պաստառներով։ Ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցում միջազգային հանրության անտարբերության, Միսկի խմբի համանախագահների կողմից ոչ հասցեական գնահատականների դեմ։ Միաժամանակ մի քանի տասնյակ երիտասարդներ նույն պահանջներով նամակներ են հանձնել ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատներին։ Չեն իջնում։ Իջնում է։ Okay, կանանք սպասենք։ Մենք ենք բարձանում։ Եկեք բարձր։ Եկա դեսպանատը։ Մի դոլարն է դրել եք նամակ, եթե դոլարը դու թող իրան զենքի առևտրին։ Էսել փոխանցի։ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը։ Շուրջ 1 ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղ-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին եւ այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը։ Հանդիպումը տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը։
Իսրայելը մարտի 31-ին Ադրբեջանին է տրամադրել իր հակատանկային լազերային հրթիռները։ Այս մասին Ամերիկայի ձայնին ասել է իսրայելցի ռազմական փորձագետը։ Ադրբեջանը առաջին երկիրն է, որը ձեռք է բերել այս հրթիռները, եւ դա իհարկե առավելություն է տվել իր ռազմական հնարավորություններին։ Թեև Իսրայելը պաշտոնապես չի աջակցում հակամարտության որևէ կողմի, այն ակնհայտորեն Բաքվի հետ սերտ կապեր ունի։ Թալիշի ամենածեր բնակիչը 104-ամյա հայկան է, նրան ադրբեջանական ագրեսիայից փրկել է թոռը, որը տատին շալակած դուրս է բերել հրթիռակոծվող գյուղից։ Սարգսյանների 10 հոգանոց ընտանիքը համընդհանուր խառնաշփոթի մեջ 3 տարբեր ուղղություններով հեռացել էր գյուղից եւ միայն օրեր անց կարողացել միմյանց գտնել Ստեփանակերտում։ Տեսա բաբուն데 նստած դվա կրակես այս անդես սանարիադը տեսա բաբուն լացանին ոչմ փռում բուտում բաբոյեն տանում ուշ խաչերես ուքշանում վերդում վտեմ գցես սանարիադը ընուտեղը թխումա ոչմ միհանգա միհալատ բիլում հասում մադաղես անդախ սաչերես բիլում հասնում բանալի մոզա դաշտեր Հայկ Օսկոմյանը 3 օրական է ծնվել է ոչ թե հայրենի Արցախի Մարտակերտի շրջանում, այլ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում։ Մայրը Քնարիկ Հարությունյանը պատմում է, թե ինչպես է իրենց հաջողվել դուրս գալ Մարտակերտից, գալ հասնել Կարբի եւ լույսաշխարհ բերել երրորդ որդուն։ Վարորդ չկար գյուղում։ Տենց ուր ժամի իրիկունը ժամը 9-ի կոմերը ամուսնուս եղբայրը որ ընտանիքին դուրս էր հանում իրանց հետ մեկտեղ ինձ էլ վերցրեցին, որովհետև օրերս էր արդեն հիվանդանոցի, ուրիշ ելք չկար, ճանապարհն է սաղ փագեր։ Եկանք ստեղ Կարբի։ Հաջորդ օրը տարել են հիվանդանոց։ Ապրիլի 5-ը Քնարիկի համար նշանավորվել է ոչ միայն երրորդ որդու ծնունդով։ Նույն օրը զինծառայող ամուսինը զանգել ու հայտնել է, որ մի քանի ժամ է Ղարաբաղ ադրբեջանական շփման գծում կրակը դադարեցվել է։